Հարգելի հայրենագիտներ, անցած շաբաթը նշանակալի եւ արդյունավետ ժամանակաշրջան եղավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության համար թե ներքին պետական կառավարման, թե միջազգային հարաբերություններու զարգացման տեսանկյունեն։ Այս շրջանի կարևորագույն իրադարձություններն մեկը Հանրապետության նախագահական խորհրդին կողմէ հրապարակված հրամանակիրներ, որով Հանրապետության նախագահ Արմինակ Աբրահամյանի 2026 թվականի ապրիլ 24-ին ստորագրած որոշումով Տիկին Լիդիա Մարգոսյանը նշանակվեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ կառավարության ղեկավար։ Այս նշանակումը վստահության, պետական մտածողության, պատասխանատվության եւ երկարամյա հայրենանվեր ծառայության գնահատանք մնե։ Մեր չեմ շնորհավորությունները կհղենք Տիկին Լիդիա Մարգոսյանին, մաղթելով առողջություն, ուժ, իմաստություն եւ անսպար երանգ հաջողությամբ իրականացնելու այն ծրագիրներն ու նախաձեռնությունները, որոնք կոչված են ծառայելու մեր ժողովրդի բարօրության եւ ազգային առաջընթացին։ Պետական կառավարման համագարկի կատարելագործման ծիրին մեջ Հանրապետության նախագահ Արմինակ Աբրահամյանը 2026 թվականի հունիսի ստորագրեց նաև նոր նախագահական հրամանակիրը, ըստ որուն բարոն Ջորջ Գրինը նշանակվեցավ արտաքին գործոց նախարարության գիծպետական նախարար։ Այս նշանակումը նպատակ ունի ավելի ամրապնդելու նախարարության աշխատանքները եւ բարձրացնելու միջազգային հարաբերություններու ոլորտին մեջ մեր գործունեության արդյունավետությունը։ Անցած շաբթվան օրագարկին մեջ կարևոր տեղ գրավեց նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 3-րդ գումարման 7-րդ լիագումար նիստի նախապատրաստական աշխատանքներու քննարկումը, որ տեղի պիտի ունենա հունիս 13-ին։ Նախատեսված է ներկայացնել ազգային ժողովի հանձնաժողովներուն վերջին ամիսներու գործունեության եւ օրենսդրական նախաձեռնություններու վերաբերյալ հաշվետվությունները։ Այս առիթով անհրաժեշտ կնկատենք հատկապես ընդգծել ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյանի դերը օրենսդիր մարմինի համագարկված աշխատանքը ապահովելու, ժողովրդավարական գործընթացները պահպանելու եւ ազգային շահերու պաշտպանության ուղղված ջանքերը շարունակաբար ամրապնդելու գործին մեջ։ Սիրելի հայրենագիտներ, Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը կշարունակե իր հետևողական առաքելությունը ներկայացնելու եւ պաշտպանելու ազգային շահերը, պահպանելու մեր մշակութային ու պատմական ինքնությունը եւ ավելի լսելի դարձնելու հայ ժողովրդի արդար ձայնը թե հայրենիքի, թե միջազգային հանրության առջև։ Միասնությամբ, պատասխանատու աշխատանքով եւ ազգային կամքով մենք կշարունակենք կերտել մեր պետականության վաղվան օրը, հավատարիմ մնալով մեր պատմական իրավունքներուն եւ ազգային նպատակներուն։ Շնորհակալություն։